Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Պարոն Հայրիկյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, ես նույնպես։ Նախ ուզում եմ հարցնել ձեր տան վաճառքից, գրառում եք արել, որ վաճառում եք ձեր տունը, ինչու առանձնատունը։ Ինչու եմ վաճառում, ամեն մարդ իրավունք ունի գնելու եւ վաճառելու, ես էլ այս սկզբունքով, թե հիմնականում ինչ Թե պարզապես դուք նշել եք, որ պարտքերի հետ կապված խնդիրներ կան։ Եթե պարտքերի մասին խոսեցիք, այնքան հետաքրքիր է, ես գրել եմ պարտքեր փոքրատարերով եւ պարտքս մեծատառով։ Ոչ ոք այդ մեծատառով պարտքի մասին չի հարցնում, այդ մեծատառով պարտքը շատ լուրջ բան է եւ բոլորի համար է լուրջ։ Իսկ փոքրատարով գրածը բնականաբար, երբ դու կառուցում ես, կամ պիտի ունենաս նախապես գումարած կուտակած գումար, որը ես բանտերում նստած լինելով չէի կարող ունենալ, կամ էլ պիտի պարտքեր վերցնես կամ ներգրավես բարեկամներից։ Հիմա ես դրանք էլ եմ պարտքեր համարում։ Պարտքեր կային, որոնք ես հաշվարկել էի, որ կարողանամ վարձակալության տալով որոշ շրջան փոխհատուցել։ Բայց երբ որ գույքահարկը շեշտակի բարձրացրին, իսկ ինձ մոտ բարձրացավ 500 անգամ։ Այդ հասկացա, որ դա միտում կա դրա մեջ եւ կա չարակամություն, որովհետեւ ինչ բանաձևով անես, օրինակ մեր տարածքը չի կարող Այգեստանի եւ Այգեձորի տարածքին համարժեք համարվել։ Սկսած գոտիականությունից վերջացրած նրանով, որ այդտեղ Հայրիկյանն է ապրում, դու մեր հարևան տարածքներում չկա այդ գոտիականությունը։ Դե հիմա ես էլ չեմ ուզում նյութի համար, երբ ԱԻՄ-ի գրասենյակներն էին խլում եւ ԱԻՄ-ականները տրամադրված էին այն թվականին կռիվ տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ, հավաքվեցի, ասացի մենք երբևէ նյութի համար պայքարել ենք գաղափարի համար, ծրագրերի համար։ Նույնն էլ այստեղ այդ կեղտոտ կռիվների մեջ չլինելու համար առաջին տարին, այս տարին ես կարողացա այդ 500 անգամ բարձրացածը փակել Հայ-Ակոնոմ բանկից վերցրած գումարով եւ երեխաներից վերցրած գումարներով Փառքաստուն Աստված ինձ կարգին երեխաներ է տվել։ Դա ամեն տարի պարտադիր, ովքեր որ դրսում են այստեղ են լինում, բայց 7 այստեղ են եւ այնպես իմ մեծացրած 12-ից 7-ը հիմնականում այստեղ են։ Ով ինչով կարողացավ օգնեց, բայց ես չեմ ուզում, ես բնական է, որ մեծ հասակ մարդը իր զավակների օգնությունը բնականon համարի, բայց ես չեմ ուզում, ես անկախության կողմնակից եմ եղել, սիրում եմ իմ անկախությունը, ես սիրում եմ ինքս օգտակար լինել։ Մի անգամ էլ մեզ մոտ տաղավարում առաջարկեցիք, որ ձեր առանձնատունը գնի կառավարությունը եւ թանգարան կառուցի։ Այն ժամանակ գնելու մասին չէր այնքան խոսքը, որքան նվիրելու։ Բնականաբար որ նվիրում ես, դու նվիրում ես, ասենք, $3 միլիոն արժեցող տարածք ես նվիրում առնվազն եւ շինություններ, մի քանի տասնյակ միլիոն արժեքներ, այնտեղ ես ունեմ առարկաներ, որ ոչ ոք վաճառել չի կարող, բայց եթե ես աճուրդի հանեմ, ասենք առնվազն $10 միլիոն կստանամ այն պատվոտ գաղթակի համար, ինձ առաջարկել են դրա համար եմ ասում, որը ասում են, որ 300 միլիոն մարդու ազատագրումը սկսեց ձեզնով։ Հիմա այդ բոլորը մի կողմ դրած, ես ասում եմ, որ նվեր եմ տալիս, մի պայմանով հստակ նվեր եմ տալիս, այն ժամանակ դեռ գույքահարկերի հարցը այսպես սուր չէր դրված։ Դարձնեք անկախության եւ ժողովրդավարության թանգարան, հետո կողքից ինձ հուշեցին ինստիտուտ։ Բայց Համոսայանի խոսքերը հիշենք, որ ասում էր, ես եզեի ծնվել լոկամոլի համար, բայց մաչկալը եզեր չհասկացավ։ Նույնը սրանք չհասկացան, որ Հայաստանը, որը ժողովրդավարական պետություն է, ինքնիշխան պետություն է, չունի դրան նվիրված որևէ կառույց։ Իսկ սա իր հատկապես արխիվային նյութերով շատ օգտակար կարող էր լինել։ Իմիջայլոց այսօր գրություն եմ գրել, որ երևույթներում ասել եմ, հարցազրույցներում ասել եմ, բայց այսօր գրեցի Նիկոլ Փաշինյան, դու որպես պետության ղեկավար հայտարարեցիր, չէ՞, մեծահասակների հերներ անիծածտոկորեն գրողի ծոցը, նաև իմ։ Չեն կարողանում վաճառել գույքահարկը, թող վաճառեն, գնան որևէ տեղ։ Այ հիմա ես վաճառում եմ։ Այստեղ կարելի էր հանգիստ ասել ստոր արարած։ Ես վաճառում եմ, չի վաճառվում։ Հարյուրավոր մարդիկ են հարցրել, բայց հիմա չի վաճառված։ Դե արի գնի։ Դու ասում ես, լուծում ես, դու չարագործություն ես կատարում եւ առաջարկում ես փրկարար լուծում։ Այ որպես վերջին հետին տականքի եմ դիմում։ Արի գնի, բայց չի չես գալիս գնելու։ Բայց այս զայրույթս ինձ հանգեցրեց մեկ այլ գաղափարի։ Եթե այնուամենայնիվ Հայաստանի կառավարություն կոչված կոռուպցիոն հանցախումբը, տականքների խումբը հանկարծ մարդ դառնա, որ ես երազում եմ, որ մեր երկիրը ղեկավարեն մարդկային արժեքներով ապրող անձինք։ Մարդ դառնան ու ասեն, գիտես, պետությունն է գնում ու բայց պիտի դարձնի թանգարան։ Այդ դեպքում մի հատ էլ կկիսեմ։ Հիմա ես վաճառք եմ դրել քեզ գնով ցանկացած գնորդի համար։
Բայց եթե պետությունը գնի կառավարությունը ավելի ճիշտ գնի այդ նպատակով, մի հատ էլ կկեսեմ։ Կզեղչեք, էլի կզեղչեք։ Կվաճառեմ շուկայական գնի 25%-ով, որտեղ ինձ Եթե գաղտնիք ինչքան է հիմա վաճառում։ Ընդհանրապես ուրեմն հարցրել եմ մասնագետների, հետ էլ գնահատել են նաև 3 միլիոն 400 հազար ամեն ինչով շինություններ եւ այլ եւ այլ։ Ես ասացի համարում եմ 3 միլիոն 200 հազար, որ չսխալվենք։ Դա կիսելով ես առաջարկել էի 1 միլիոն 600 հազար։ Հիմա մարդիկ կան, որ ուզում են գալ տեսնել եւ այլն եւ այլն։ Իսկ բանը այդ եթե խորանում ես նաև նյութերը, որոնք դրա հետ պիտի տամ, դա նշանակում է 10%-ից էլ պակաս եմ տալիս։ Շատ մեծ արժեքներ կան ազգային հերոսների, Գարի Կասպարովից սկսած նամակագրություն, Վացլավ Հավել, ամերիկյան սենատորների հետ նամակագրություն։ Չեք ուզում այդ ամեն ինչը դες հետ տանել, որտեղ որ կապրեք, թե ուզում եք դրան միասին վաճառել։ Ստված ուզում եք ասել տանել են աշխարհ։ Չէ, ես այդ բասի չի ասի հաստատ։ Ինձ երկար չի մնացել, ընդամենը 40 տարվա կյանք է մնացել։ Դրա համար տանել պահել որն է, ես դա պահում եմ պետության համար, ազգիս համար։ Ես երեք օրինակ Բերդում լսեցի մի հոգևորականի խոսք ապշեցի։ Ասում են դժվարին իրավիճակներում մենք ձեզ հիշում ենք ձեր կերպարը, որովհետև չգիտենք ուրիշ մարդ, որ 18 տարի անունը մեջ բռնադատվել է, հետո ուղղեց ասած 20 տարի, որովհետև բանտն ու աքսորից բացի եղել է արտաքսում։ Ու դիմացելը չի փոխել տեսակետը։ Չնայած ես Նիկոլի Ֆեյքերը գրում եմ, որ ես իբր թե մշտապես փոխել եմ տեսակետներս, կուսակցություն եւ այլ, բայց տականք բաներ պիտի ասի։ Այնպեսի բաներ էր ասում, որ ես ամաչեցի։ Կուսակցություն հաստատ երբեք չեք փոխել, այդ մեկը վստահ եմ։ Ոչ միայն։ Որտեղ դա փաստ է, էլի։ Բացի այդ բանը, միակ այսօր աշխարհում հայտնի ապրող կենթանի միակ ազգային անկախության պայքարի առաջնորդ կա, ու դա ես եմ։ Ինձ սա օտարներ են։ Նիկոլ Փաշինյանից հետո նա ասում է երբևէ Հայաստանը այսպիսի անկախ ինքնիշխան չի դարձել։ Այդ ենթադրում է, որ այդ անկախությունն ինքնիշխանությունը ինքն է բերել։ Գազանանոց չի գնացել երբևէ։ Այնտեղ կապիկներ կան, թութակներ կան։ Դե իմ համարեք, որ թութակներից մեկ այդպեսի մի բան ասեց։ Անկախության հետ բացարձակապես կապ չունեցող եւ անկախության գաղափարն ու հասկացությունը բացած մարդը, անկախությունը մեր ստեղծած հենվել է ինքնորոշման գաղափարի վրա։ Արցախի ինքնորոշումը, եթե սա նույնիսկ Մոզամբիկի անկախության ինքնորոշումը չճանաչեր, էլի ծանր հանցագործ էր։ Բացության գագաթ, բայց ինքը մեր հայրենակիցների պայքարով ձեռք բերած ինքնորոշման իրավունքը ուրացավ։ Ինքը հանցագործ Ալիևին օրինականացրեց։ Դրանից հետո Պուտինը մտածեց, որ եթե Ալիևը կարող է ուժով հարց լուծել, ես էլ փորձեմ, դրանից հետո Թրամփը ուժով հարցեր լուծեմ, այնինչ կամ միջազգային սկզբունք, ինչ եմ Ալիևին հանցագործ ասում։ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ գրված է, զենքի օգնությամբ հարցեր չեն լուծում։ Մի անգամ նրանք փորձել էին ջախջախվել էին, մերոնք հետևողական չէին եղել, որ 90-ական թվականներին պատերազմ հայտարարվեց։ Հիմա սա օրինականացրեց, եթե ինքը Ալիևին ասում է լավ մարդ է, կամ Ալիևի հետ հաճելի է հանդիպել զրուցել, դա իր մարդկային իրավունքն է։ Դե հիմա էլ նախագահը շնորհակալություն է հայտնում Ալիևին։ Բայց երբ պետական մակարդակով պետական գործիչներ դրա համար ասում եմ կոռուպցիոն հանցախումբ, բղծությունների, սրբապիղծների հավաքականություն է։ Սա լավ լյուստրացիա եղավ, ինչքան տականք կամ միտեղ հավաքվեցին։ Ինչքան ստորարարած կա։ Ես այն մոլորյալներին չեմ համարում, որ դեռ չեն հասկանում, որ կարծում են թե ինչ որ հանճարի հետ գործ ունեն, որ այնպիսի բաներ անում, որ մյուսները չեն հասկանա։ Այդպիսի շրջան ունեցել են, գիտեք, Լևոնի ժամանակ ասում էին, մեր անվտանգությունը, չէ, մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է։ Այդպիսի ապուշություններ են ասում, ու ինձ են մեղադրում, թե ինչ ես ուզում բանակ ստեղծել։ Վազգեն Սարգսյանն էլ ասում էր, մենք սովետական բանակում աշխատենք, բայց տղաները կծառայեն Հայաստանում, սովետական բանակում, բայց Հայաստանում։ Հետո բոլոր դառան բանակի հիմնադիրներ։ Ինչևէ, անցյալը նրա համար է օգտակար, որ հասկանաս, որ սխալները անողները պետք է չափավոր լինեն, չափի մեջ լինեն։ Իսկ այստեղ անկախության պայքարի առաջնորդի օրոք, անկախության երկերը չհնչեցնող, նույնիսկ հանրաքվեի օրը մեր ժողովրդին նվիրած օրը ինձ մի հարց չտվող պետական լրատվամիջոցներից կամ իշխանություններից առաջ, երբ միջոցառում էր լինում, առաջինը պետք է հայրիկյանին հրավիրեին։ Սրանք հատուկ ինչ-որ բաներ որ անում էին, երբ անում էին։ Այնպես որ իրենց այդ բաները Դե հիմա իրենց սեփական երգերն էլ են գրում, ամեն ինչ իրենց խմբագրմամբ է տեղի ունենում։ Դե բնական է, իշխանությունները պատասխանատվություն են կառում պիտի անեն։ Չէ, օրներքում ընդհանրապես քարատողեր փոխեցին։ Գիտեք, դա էլ մի ստորություն է։ Ինչով է ստորություն։ Առաջ ավարտվում էր հայրենիքի համար կզոհվի գաղափարով, հիմա ավարտվում է թշնամու առաջ դրոշ ճոճենք։
Այդ ինչ ես դու թշնամուն սրբացնում, օրինականացնում։ Ինչ ես թշնամու անուն ընդհանրապես օգտագործում քո ազգային հիմնարկ։ Իսկ ես տվել էի առաջարկ, այդտեղ էլ ստորություն արեցին։ Գիտեք, կա օրենք կուսակցությունների մասին, որտեղ ասում է, որ կուսակցության կողմից տրված առաջարկը, անհատական կամ հավաքական, պիտի անպայման քննարկվի։ Այս օրինախախտները կոռուպցիոն հանցագործ պատահական չեմ ասում։ Իրենք գիտեն, որտեղ դիմումների հիման վրա բազմաթիվ ուղումներ են անում։ Օրինակ այս համանդրական գործընթացում վերացրին այն հանցախումբը, որը գործում էր որին իրենք տալիս էին աշխատավարձ, վարձատրություն, բայց գործ չէին անում։ Հիմա դա վերացրել են, իրենք են անում, բայց սա էլ մի ուրիշ հանցագործություն է։ Իսկ այնտեղ ես ասում եմ, լսեք, այդ քառատողի մեջ 4 քառատների մեջ կան 2 տներ, որոնք Միքայել Նալբանդյանի այլ քառատողով կարող են փոխարինվել, որոնք ընդհանրական չեն դարձնում, սեքսիստական չի կարող լինել հիմնարկը, որ աղջիկա պատկանի, աղջիկն է երկում։ Ահա եղբայր քեզ մի դրոշ։ Արի դու պատկերացրու Հայաստան կանգնած է, լաց լինելով ասում եք, գիշերներ ես քուն չեղա արտասում։ Ուղղել եմ, տվել եմ լավ տարբերակ։ Եվ այս տվող այն մարդն է, որ ազգային ազատագրական փայգարի առաջնորդն է եղել։ Այն մարդն է, ում ասում էին Գուրգեն Արսենյան, չէ՞։ Դեսպանը Ռուսաստանի։ Հիմա չգիտեմ դեսպան է, բայց նա այն ժամանակ որ կուսակցություններ, ինչ որ աշխատավորական կուսակցություններ։ Նա առաջարկեց քո եկեք եղբայրները դարձնենք Հայաստանի հիմնարկը, քննարկումներ էին գնում, ասացի ոչ։ Հայրիկյանը Միքայել Նալբանդյան, հիշեցի, ՄԱԿ կուսակցություն։ Համակա։ Հայրիկյանը Միքայել Նալբանդյանի շեմ գնա։ Միքայել Նալբանդյանի արարած գործը մեր սերունդներին է պատկանել։ Հետո ես Հայաստան երկսել են առաջարկում, ասում հանգիստ ապրեք, գնահատեք որպես երկ, բայց մեր ազգային հիմնարկը Միքայել Նալբանդյանին է, բայց քանի որ բառեր եք փոխել դրա մեջ, Լևոն Ընցորոգեն արել հիմնականում անգրագետ, եկեք կարգի բերենք։ Ու լավ տարբերակ տվել եմ անառարկելի ընդունված Սերժի օրոք կառավարության կողմից։ Ընդունեցին, բայց առաջ չգնացին։ Այնտեղ էլ երևի ուրիշ հարց կար։ Որոշել եք հանրահավաք անել, ինչու՞։ Փետրվարի 18-ին պիտի լինի լուրջ հանրահավաք, ես կարծում եմ, որ բոլոր այն մարդիկ, որ առանձին դժգոհում են, բոլորի հետ խոսել են, բոլորը համաձայնել են մի հարցում, այդ լուրջ դժգոհողները, որ հիմքում ընկած է իրավախախտում, ասում են, ոչ իրավախախտումներին։ Եվ բնականաբար Ինչ դեպի իրավախախտում, այսինքն ինչ օրինակ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ուղարկվող այս պահին արդեն պետականորեն կազմակերպվող հետապնդումները իրավախախտում են։ Գերիների օրոք ասել, որ խաղաղություն է հաստատված, դա նույնպես իրավախախտում է, որտեղ իրավունք նշանակում է բառը պիտի համապատասխանի հասկացությանը։ Խաղաղություն նշանակում է պատերազմի ավարտ։ Պատերազմի ավարտ նշանակում է կողմերը պատերազմական գործողություններ եւ դրանց հետևանքները չեն օգտագործում։ Գերիները պատերազմի հետևանք են։ Դա իրավախախտում է։ Հայ մարդուն, մանավանդ մեծահասակների նկատմամբ տերոր է իրականացվում պետության մեջ։ Հիմա հարկային քաղաքականությունը, որ սարսափելի մի բան է, աշխարհում չլսված մի բան։ Գիտեք, ես ընդունում եմ, որ կարող է մի քիչ բարձրացվել, բայց կա սահմանադրական դրույթ։ Նոր օրենքները չեն կարող հին իրավիճակի վրա ազդել։ Ես այդ հողը գնել եմ $1.5, հիմա իմ աշխատանքի շնորհիվ արժի $500, $600, $700, չեմ ուրանում։ Բայց երբ վաճառեմ, դու ես վերցրու հարկ։ Բայց ես գնել եմ $1.5, այն հաջորդ գնորդը թող տա այդ բարձր հարկերը։ Եթե, բայց այդ աստիճանելի չէր կարող։ Սա էլ է իրավախախտում։ Իրավախախտումների այնպես շարք կա, կարող ես գնալ Արցախի ինքնորոշման իրավունքի մերժումը, ընդհանրապես ինքնորոշման իրավունք։ Խոսել ժողովրդավարությունից, գիտեք, միայն դա սերունդները պիտի ասեն, Նիկոլ Փաշինյան անունով մի սրիկա կար, որը լսում էր, որ Հայրիկյանը մեր անկախության պայքարի առաջնորդն ասում է, եթե դուք ժողովրդավարությունը կարևոր եք համարում, իսկ իրենք ինձ անձամբ են ասել, Վալեն Սիմոնյան ասեց, մեր միակ զենքն է ժողովրդավարությունը։ Մինչև հիմա էլ ասում են։ Հա, ես տվել եմ ձեզ բացարձակ ժողովրդավարության նախագիծ, ինչի եք արգելում։ Մասնագետի հետևից դուրս շպրտեցին, ով որ համարձակվում էր ասել, բայց գիտեք, մի հատ Հայրիկյանի նախագիծը նայեն կանոններով գիտեմ, ուղղակի որ ասել են, հիմա վախերում եմ ավելի կնեղեն։ Վերջերս էլ բանին, վերջերս չէ, վերջին լուրջ տեսանելի բանը հանձնաժողովի վերացումն է։ Ներքին ընդվզումներ կային։ Սաքունցը, Յովհաննիսյանը ինչ որ փորձեր են անում, նրանք դերակատար չեն։ Նրանք մի քանի բան ասում են ու քաշվում մի կողմ հրապարակավ նայել էլի։ Ինչևէ Բայց արևմուտքը շատ հանգիստ է վերաբերում։ Տեսեք, դուք ինչքան իրավախախտումներ եք։ Որևէ բժշկի մոտ հիվանդը որ գնում է, եւ այդ բժիշկը նայում է հիվանդի վիճակը լավ չի, հարցնում է դու ո՞նց ես։ Ասում է շատ լավ, դե լավ ես գնա տուն։ Իրավունք չունի արևմուտքը մեր տեղական
սրբապիղծներին։ Բայց առաջ օրինակ ես հիշում եմ նախին իշխանությունների ժամանակ բավականին սուր քննադատում էին։ Հիմա ամեն ինչի հետ կապված Նայած ինչ է։ Նրանք աչքերները Այնտեղ որտեղ որ երեխան չի բողոքում, այդ Շիրազի խոսքերն էր։ Երեխան պետք է լաց լինի, որ մայրը կատ տա։ Իսկ սա պատերազմի։ Օրինակ եկեղեցու հետ կապված ինչքան են ներսից խոսում ընդդիմադիրները, որ ինչ դրսից էլ լավ խոսում են։ Բայց Եվրախորհրդի վերջին զեկույցի մեջ կարծեք թե այդ մասին Ես չգիտեմ մասնավորապես որ փաստաթղթի որ մասում ինչ է ասված, բայց ես տեսնում եմ որ համաշխարհային կրոնական կազմակերպությունները դրա մասին լուրջ խոսում են, նրանք փորձում են որքան կարող է պարտակեն։ Տեսեք, ժողովրդավարության մասին որ ասած չէ, դա հիմքերի հիմքն է։ Աշխարհում լսված բան չի, որ նախկին սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահը, ել չեմ ասում անկախության պայքարի առաջնորդը, տա նախագիծ, այս մի քանի օր առաջ, ամսի 29-ին, ես ուղարկում եմ հայեցակարգ եւ նախագիծ սահմանադրության պատրաստի ավարտուն, բայց ոչ թե նոր նախագիծ, այլ հնում կատարված փոփոխություններ, որովհետեւ միայն մեծամիտ ստորներն ու սերիկաններն են ամեն ինչ ասում, կյանքը պիտի զրոյից սկսենք։ Հեղափոխականներին է բնորոշ։ Որովհետև իրենք հարգել չգիտեն մեծերին, իրենց նախնեին անձեր։ Ես Լևոնի սահմանադրությունը վատն եմ համարում, բայց ընդամենը ուղումներ մտցրի։ Հիմա Ռոբերտի սահմանադրությունը վատն եմ համարում, բայց ընդամենը ուղումներ եմ մտցրել։ Բայց այդ ուղումներով մեր կյանքը փոխվում է։ Ու այն արտարադատության նախարարությունը գրում է ձեր դիմումը, ձեր հանրագիրը մենք ստացանք, բայց այդ հանրագիրը հիմնավոր չի։ Այդ տկարամիտ, ինչ որ հիմա ասեմ անուզգալ Վարդանյան, Համլետ Վարդանյան, վերջը գլխավոր քարտուղարն է։ Ես քեզ ուղարկել եմ նախագծեր, մեկն էլ կայքովել եմ ցույց տվել։ Վարչապետին ուղարկել եմ նախագիծ։ Դու պետք է նախագիծը քննարկես, ասես նախագիծն անորակ է, բայց քանի որ չեն կարող ասել, իսկապես բացառիկ բան է, ֆանտաստիկ բան, համաշխարհային քաղաքակրթական ներդրում է։ Սա ասողային մարդն է, որին ասում եմ, տեսեք, սովետական միության բոլոր ազգերը համարել են իրենց առաջնորդը։ Ու այսինքն ես գիտեմ ինչ է ժողովրդավարություն, այդ առաջնորդած ժողովրդարական շարժումների առաջ։ Ու սրանք ասում են, որ մի քննարկեք, կարևոր չի։ Որտեվ հենց քննարկեն ուզեն չուզեն պիտի ընդունեն։ Չէ, ասում են Հայաստանում ազատ խոսք կա, Հայաստանում ով ինչ ուզում ասում է, դրանից ավել ժողովրդավարություն։ Քաղաքականավորների արկայությունն էլ իրավախախտության մյուս ոլորտն է։ Տնտեսական գործիչներին մի քանի խոսք ասելու համար բանտ տանելը։ Ասում են քաղաքականավոր չկա Հայաստանում։ Կարծում եք սովետն ասում էր քաղաքականավոր ունենք։ Ես այդքան տարի նստած եմ, ասում են մենք քաղաքականավոր չունենք։ Դրա համար մենք սովետում ստեղծեցինք, ես չեմ ստեղծել, իմ ընկերը, իմ ուսուցիչն է ստեղծել, հիմնական նախաձեռնողը ինքն է Էդվարդ Կուզնեցով, հետագայում որ ուզում ենք բարձել այդ օրը ինչի հետ է կապված էր Պաուլայտես կար լիտվացի հայտնի լեգենդար գործիչ, նրա ծննդյան օրն էր, մեկ էլ բարձվեց Էդի Կուզնեցովի կնոջ Սիլվա Զալմանսոնի բաններ ծննդյան օրը, բայց դա չի կարևոր։ Ստեղծեցինք քաղաքականավորների պաշտպանության օր սովետական։ Ու ամեն տարի այդ օրը հացադուլ էին անում, մեկ օրյա հացադուլ էին անում, ու ասում որ մենք քաղաքականավոր ենք։ Այդ նոր չի, ցանկացած բռնապետ, կարծում եք Ալիևն է ասում ես քաղաքականավոր ունեմ, ոչ ոք չի ասում։ Ասում են նրանք ծանր հանցագործներ են, հանրության դեմ են գործում են, արտգործնախարար ինչ ասեմ անունը չեմ ուզում տամ։ Ասում եմ ինչ է ձեր երկրում որ բռնության կոչեր անեն բան չեք տանելու։ Տես։ Հա, այսինքն ուզում են կարճել փրփուրներից։ Եթե բռնության կոչեր 4 տարի առաջ Աջափահյանին կալանավոր էիք։ 4 տարի առաջ մի բան ասել է խոսքի ժամանակ։ Հռետորական խոսք է ասել։ Ես զարմանում եմ, ասում եմ, մեր հայ սպաների մեջ արժանապատիվ մարդիկ չկան, որ սրա հարցերը լուծեն։ Խոսք է ասել է։ Հիմա չեմ ասում, կարելի է ասել այսպեսի բան եք արել, դու գանել մի օրինակի համար 200 դրամ սիմվոլիկ, ասել խնդրում ենք այսպեսի բան չանեք, բայց դուք բանտ եք տանում։ Բայց որ հոգևորականներին կանչել, նախազգուշացնել, թույլ չտալ, որ հոգևոր կառույցը իր գործունեությունը իրականացնի։ Սրանք ահավոր իրավախախտումներ են։ Ինձ թվում էր այնպեսի բան եմ գտել ու բոլորը համաձայնվեցին, որ մինչև ընտրությունների մասին դեմ չես կարող խոսել, ընտրությունը պիտի լինի, ժողովրդավարությունը նշանակում է ընտրություններ, բայց այս պայմաններում, այս հոգեվիճակում ընտրություններ չեն կարող լինել։ Դրա համար երբ իրավախախտումների, երբ կա քաղաքական, այնպես չի գնա այս պայմաններում։ Տեսեք, երբ կան քաղաքականավորներ, դա նշանակում է չկա քաղաքական ազատություն։ Երբ դու նախնական կալանքից ենթարկում մարդուն, ասում ես պիտի չխոսես, պիտի ոչինչ չասես, այդ արդեն խոսքի սահմանափակում է։ Ընդհակառակը պիտի ասես, որ ազատ ես, քո խոսքը չի սահմանափակվում, մանավանդ դու դեռ դատված չես, բայց նկատի ունեցի, որ քո պատասխանատվությունը կավելանա, որովհետև դու եւ այլն,
Այդպեսի բան չկա։ Համարձակում են տնային կալանք տալ, աշխարհում չլսված տնային կալանք, եւ ասել, որ պիտի չխոսես Սամվել Կարապետյանի մասին էր այդպեսի հաղորդագրություն տարածվել։ Հիմա այստեղ կարևոր բան է ուզում ասել, այս պայմաններում, երբ դու խոսում ես ընտրություններով ինչ-որ բան փոխենք, դու նշանակում ես խախտում ես քրիստոնեական եւ մի մտածիր վաղվա օրվա մասին կարգը։ Քրիստոնեությունը մեր արժեհամակարգի խտանյութն է։ Հայերս քրիստոնյա ենք, հետեւաբար որևէ գործ կատարելիս մենք պիտի նախ եւ առաջ մտածենք, այս քրիստոնեությունը ինչ գնահատական է տալիս։ Այսօր դու տեսնում ես ապիկարություն, բայց չես բողոքում դրա դեմ, դրանով դու հաստատում ես, որ Նիկոլը քո ներկայացուցիչն է։ Ոչ միայն ամբողջ աշխարհի առաջ, այլ Աստված գտնում է, որ դուք դա եք։ Իսկ Նիկոլը պիտի պատժվի։ Փաշինյանը գնում է պատարակների, սաղմոսները, իրանից լավ հավատացյալ որտեղ եք տեսել։ Ներողություն։ Ինքը եթե հավատացյալ լիներ, կհասկանար, որ օծյալ կաթողիկոսը օծյալ է։ Դավիթը գիտեր, որ կա Սավյուղ, չէ, որ իր թշնամին էր, ըստ Աստվածաշնչի։ Եվ իրեն խանգարում էր, բայց քանի որ նա օծյալ էր, ձեռք չտվեց։ Սա, եթե հավատացյալ լիներ, կիմանար, որ օծյալի դեմ խոսելիս անգամ պիտի զգուշանաս։ Ես օրինակ նախորդ վեհապարի մասին, որը հիմա ազգային հերոս է, բաներ ունեմ ասել, այնքան զգուշ եմ ասում։ Ինքը իմ մասին 88 թվականին, երբ արդեն անկախության շարժումը հաղթահարում էր այդ մոլորությունը, որ Ղարաբաղ, մեր ազգային գերխնդիրը Ղարաբաղն է։ Արցախցիները եկել էին իմ հետևից, ինքնորոշման ճանապարհով։ 87 թվականին իրենք ԱԻՄ-ի սկզբունքները վերցրին։ Հիմա վեհապարը մի օր վեր կացավ, հուզված, վախեցած, անհանգստացած, ասեց. ես կանիծեմ իմ ճակատագիրը եւ կլռեմ, որովհետեւ հայտնվել են մարդիկ, որ սկուտեղի վրա մեր հայրենիքը տալիս են դարավոր թշնամուն։ Այսինքն ինքը այդ պահին այդպես էր համարում, բայց մինչև այսօր շատ զգուշավոր եմ դրա մասին ասել, որովհետեւ օծյալ է։ Սխալ է ասել, բայց օծյալ է։ Հետո ասել, չէ, կեցե ազատ ու անկախ Հայաստանը սկզբում ասում էր սովետական միության եղբայրական ընտանիքում, դրա համար ինձ Աբրահամ եպիսկոպոսը, որ ասում էր, ինչի՞ չես այցելում, ինքը սպասում է, որ այցելես, դե մենք վաղուց ենք ճանաչում իրար։ Ես ուզում էի ուսանող դառնալ հոգևոր ճեմարանի եւ ինքը սիրով ինձ ընդունեց, իմանալով, որ կալանքից եմ վերադարձել։ Հետո KGB-ից ասին, որ հայրիկյան ինչի կարելի ընդունել, ինքը արդեն Արիս Սրբազան Շիրվանյանի միջոցով այն ժամանակ հայր սուրբ էր, փոխանցեց, որ դու հայրենասեր մարդ լինելով կհասկանաս, որ եկեղեցու խնդիրները ավելի կարևոր են քո անհատինը։ Դրա համար խորհուրդ ենք տալիս գնալ Պոլիտեխնիկ ինստիտուտ, ձեզ այնտեղ վերականգնել են։ Պարզվեց էդ էլ սուտ էր, գնացի, վերականգնված էի, մի ամիս հետո նորից հեռացրին, կանոնավորեցին։ Այստեղ այնպիսի բան է, որ մենք պիտի շատ զգուշավոր լինենք եւ այսօրվա քաղաքական հարցերի մասին մտածելիս չմոռանանք, թե ինչ կա մեր արժեհամակարգում դրա մասին։ Գիտեք, հայ իրականության մեջ կարող եք նշել մի կազմակերպության անուն քաղաքական կամ ուժերի կամ անհատների, որ հասել է հաջողության։ Երբևէ վերջի 300 տարում Դավիթ բեկը ծախովեց, մեծություն էր, չէ, իր ժամանակ։ Էմինը, որ գիտեք եկավ շարժումը, Իսրայել օրի, դաշնակցություն, ռամկավարներ։ Ինչն է պատճառը։ Որտեւ ազգային արժեհամակարգով չեն ապրել։ Եվ Աստված վերևից նայելով ասել է, չկպավ, չեղավ սա։ Բայց եկավ ազգային միացյալ կուսակցությունը, որը դաշնակցության ոգով էր աշխատում, դե մենք մեզ դաշնակցական էինք համարում։ Հետո մենք հասկացանք, որ դրանք սոցիալիստ են խեղճերը, մոլորության մեջ են։ Մենք սոցիալիզմի մեջ ապրում էինք, բայց էլի ես նույնիսկ վերջում 88 թվականին դաշնակցության ղեկավարներին Փարիզում առաջարկել եմ, երբ ինձ արտաքսեցին, որ եկեք միասին աշխատենք։ Հիմա ինչ անել, չգնաք ընտրություններ այս իրավիճակով։ Բայց ես միտքը ավարտեմ, բայց ԱԻՄ-ը 73 թվականից դարձավ ազգային միացյալ կուսակցությունը։ Դե ԱՄԿ-ին նույն բանն են, ղեկավարներ եմ ես եղել այդ 68 թվականից ես եմ եղել ղեկավարը։ Իմիջիայլոց աշխարհում էլ շատ քիչ մարդ կա, գիտեք, որ 68 տարի եղել է նախազգային ազգագրական պայքարի ղեկավար, հիմա էլ դեռ գործում է, ինչևէ։ Ուրեմն երբ մենք որդեգրեցին քրիստոնեական սկզբունքները, որ նույնիսկ թշնամու մահը չպետք է կամենալ, որ նպատակը չի արդարացնում միջոցները։ Այսօր մեր քաղաքական բոլոր ուժերն ասում են, անունից ինչ նպատակ ես, ինչ բանը կանեմ, մոլորություն է, չարծառ բարի պտուղ չի տա, քրիստոնեությունը է գալիս, գաղտնի ոչինչ չանել։ ԱԻՄ-ը ունի սկզբունք, գաղտնիություն պահանջող գործերից հրաժարվում է, բաց ճակատով, որովհետև հիշում եք, որ ասում է, ջրակը վառում են ու բարձր պահում, ոչ թե դնում գրվանի տակ։ Եվ սա մեզ համար չէր, սա մեր ազգին բերեց հաջողություն։ Այլապես այն ինչ որ այսօր կա, սրանից 10 անգամ վատը մենք ունենալու ենք 90 թվականին։ Սովետը եթե քանդվել առանց մեզ,
Մեզ Սիլվա Կապուտիկյանի գիտեք ինչ շատ է օգնել բանտում, ես գաղտնի նամակներ իրեն ուղարկում, որպես դեպուտատ, ինքը փոխանցում էր մայրիկից, ունենք Ազատություն ռադիոկայանը այնպիսի նյութեր ունի իր ձեռքի տակ, որ Սիլվա Կապուտիկյանն է փոխանցել։ Չեմ ուրանա էլի այդ բանը։ Նրանք պիտի վեր կենային, ասեին, գիտեք, մենք այլ հնար չունենք, մենք ցեղասպանություն ապրած ազգ ենք, դառնանք Ռուսաստանի պրովինցիա, դա է մեր միակ փրկությունը։ Իսկ Ռուսաստանի պրովինցիա դառնայի, Ռուսաստանը ինչպես Արևմտյան Հայաստանը վերացրեց Կարսարդանը, ծախեց մի առիթով թուրքերի հետ բազար անելիս, պիտի մեզ միջև վերջ վերած, այսինքն մեծ հաջողության ենք հասել եւ սրա վրա պետքա դողալ։ Վերադառնանք ընտրություններին։ Այս իրավիճակում չմասնակցել ընտրություններին, ինչ անել։ Ես այդպեսի բան չասացի, ուղղակի ընտրությունները հեռու են։ Եվ դու ընտրություններին պետք է նախապատրաստվես այսօրվանից, մարդկանց աչքերը բացելով։ Երբ ես 5-6 հոգով կամ 50 հոգով գնում եմ կառավարության դիմաց ցույց եմ անում, ոչ իր խախտումներին կարգավիճակով, կամ այնտեղ կա ձեռքերը հեռու հայ առաքելական եկեղեցուց, սահմանադրությունից, հայ ժողովրդից։ Որևէ մեկ արձագանքեց կառավարությունից։ Կառավարությունից, այդ ասում եմ, այդ արտարադատության նախարարության։ Չէ, այդ օրվա մասին է խոսքը։ Չէ, այդ օրը մենք իրենցից արձագանք չենք ուզել, մենք ցույց ենք տվել։ Ցույց նշանակում է ցույց տալ։ Հանրահավաք նշանակում է հանրության հետ խոսել։ Հիմա փետրվարի 18-ին մենք հնարավորություն կտանք, որ իրեն գան արտահայտվել։ Փետրվարի 18-ին։ Էլի կառավարության շենքի դիմաց եկան։ Այո, հրապարակում կամ կառավարության դիմաց։ Եթե մարդիկ կգան, ապա ամբողջ հրապարակը կվերցնենք փետրվարի 18-ին, եթե մարդիկ չեն գա կլինեն միայն արժանապատիվ մարդիկ եւ պատասխանատվություն զգացող մարդիկ, ոչ թե չաչանակող սուրճի կամ Facebook-ում երկու տող գրող փնտիներ։ Գիտեք, երկու տող գրում են, կարծում են թե հայրենիքի առաջ պարտքը կատարեցին։ Ես 18 տարի բանտուակսուրում եղած ժամանակ գրելու իրավունք չունեի անգամ։ Երկերս որ գրել եմ, այդ երկերը հիշելը հեշտ էր, դրա համար է հասել մարդկանց։ Հիմա սրանք երկու տող գրում են, կարծում են մեծ բաներ, բայց ես կար ժամանակ, որ ուկրաինացի քաղաքականանորը ասում է, «Պարոյ, դու նոր գրական ժանր ես ստեղծել, դիմումների ժանր»։ Մեկը ամեն օր գրում էի, ու ասեմ, արդյոք դա էլ է հետևել։ Բրեժնևը, որ սահմանադրությունը փոխեց, ընդունեց օրենք, սահմանադրական օրենք փոքր, որ 82 թվականից թե 81 թվականից պիտի սկսի գործել նաև օրենք հանրաքվեի մասին։ Ամբողջ Սովետում միակ պահանջողը մենք էինք։ Այնպես չի, որ այդ գրելը անօգուտ էր։ Ինչևէ, ուրեմն եթե կգան մարդիկ, այս ուրբաթ օրը ժամը 4:30 ունենք հավաք, դրանք նախապատրաստան հավաքներ են։ Ես մեկը դիմել եմ քաղաքապետարան որպես հանրահավաք։ Եվ կուսակցություններին չեմ հրավիրում, ոչ էլ ԱԻՄ-ն եմ հրավիրում։ Տեղեկացրել եմ ԱԻՄ-ին, ստացել եմ օքեյ, բայց ուզում եք ապա քաղաքական։ Քաղաքացին ապա քաղաքականը չի կարևորը։ Ամեն մարդ գալիս է իր բանն իրավախախտումների իրավական, չէ, կուսակցություններն էլ կարող են մասնակցել։ Հանրային հավաք է, բայց այնտեղ չի դրվում, որ մենք էս ենք ասում, միայն սա պիտի լինի։ Ուրեմն գնում ենք դեպի Եվրոպա, կամ գնում ենք դեպի Ռուսաստան։ Այդպիսի հարցեր չկան։ Խոսում ենք իշխանությունների իրավախախտումների մասին, եւ այդ քննարկումների ընթացքում, այսինքն իրավունքի հիման վրա, ամենաբարձր արժեքի հիման վրա, գալիս ենք հայտարարի ընտրությունների համար։ Զուգահեռաբար կլոր սեղաններ կան։ Այսինքն այդուհանդերձ մտածում եք մասնակցելու մասին ընտրություններին։ Ընտրություն, տեսեք, եթե իմ սահմանադրությունը ընդունվի, մեր սահմանադրությունը 16 կուսակցությունների պաշտպանած սահմանադրությունը ընդունվի, որ անուններ ասեմ կզարմանաք ինչքան իրարամերժ քաղաքական ուժեր են այո ասել դրան։ Ամենաընդգծված եվրոպամետներից վերջացրած կատաղի Այս իրավիճակում ակնհայտ է, որ իշխանության սահմանադրությամբ են գնալու։ Ձեր ընդունվածով չեն։ Չէ, այդպես չի, այ դրանով փորձում են համոզել եւ ասում են մենք սահմանադրությունը կփոխենք, երբ որ իշխանության գանք։ Բայց դուք որ իշխանության եկաք, Նիկոլն էլ էր ասում կփոխենք։ Նիկոլը ամբողջ ազգին նայեւի օգնությամբ։ Ես որ չմիանայի, չգիտեմ ինչեւ նախնական փուլում ես միացել եմ, բայց ընդամենը մի շաբաթ, մի ամիս։ Մի ամիս հետո բոլորին ասել եմ, այդ դուխովը ջնջեք գրեք դեբիլ։ Բայց դուխով գրողները ուր են, թող էլի գլխներին գրեն դուխով դուրս գան փողոց։ Դուք փալաս եք, ոչ թե դուխով։ Ինչևէ, այն ժամանակ զգուշացրել եմ։ Այնքան մարդ նեղացավ ինձնից, թե ոնց ես դու չէ որ դու աջակցում ես, ես աջակցում էի Սերժի սահմանադրության փոփոխմանը, բայց սա եկավ դրա մասին չի մտածում։ Սա հայտարարեց, որ Ռևկոմ է ստեղծելու։ Իր գործերը չեք նկատում, բոլշևիկյան գործերին են մոտ։ Եկեղեցու դեմ կռիվը, հոգևորի դեմ կռիվը, արդարության դեմ կռիվը։ Մի օր հրապարակում որ չասեց, մենք պիտի Ռևկոմ ստեղծենք։ Հասկացա, որ սա այն բոլշևիկյան թափթոփքների լակոտներից մեկն է։ Այն որ 17 թվականին Ռևկոմ էին ստեղծում։ Սարսափելի բան։ Ճիշտ է, այն ժամանակ դեռ կապ կար, ասեցի, հիմարություն այդպես բան մի ասա, բարեբախտաբար կամ լսեց կամ կողքից ուրիշները բացատրեցին։ Ինչևէ, հիմա սահմանադրությունը մեր։ Ես մի քանի օրվա ընթացքում նորից եմ տալու։
գրել եմ, ուղարկել էի վարչապետին եւ արդարադատության նախարարին 9-րդ անգամներ։ Իրենք պատասխանեցին, որ հանրագիրը այնքան լավը չի, հիմնավոր չի։ Այսինքն 8-րդ տարում արդեն 9-րդ անգամ ուղարկում եք։ Պատկերացրեք, 3 անգամ ուղարկել, բոլորն ասում են ինչ ես ուղարկում, ես պիտի ուղարկեմ, որ ցույց տամ, որ ինքը ռեցիդիվիստ է։ Ես փորձ ունեմ, ձեր նման գիմնազիայի աշակերտուհի չեմ, որ ասեք, ես զզվում եմ Նիկոլից, նրան ոչինչ չեմ ասի։ Բա ո՞նց ես մերկացնելու, որ ինքը բանը, այն է ինչ որ կա։ Դու գրում ես, մարդու տեղ ես դնում, ես դրա փորձ ունեմ, գիտեք, այդ շատ օրինակելի դեպք է, բան, ոչ թե օրինակելի դեպք է, հատկանշական։ KGB-ի հսկիչին իմիջայլոց գիտեք, չէ՞ որ մեր կազմակերպությունն այնքան ուժեղ էր, որ Մոսկվայից հրաման տվեցին KGB-ի բոլոր հայ հսկիչներին հանել։ Տեղը բերեցին ռուսներ։ Տեսնում եմ, որ չեն կարողանում։ Վերջը տենց մի հսկիչի ասեց, ես նամակը տար Աշոտին։ Ասեց, ինձ ինչի տեղ ես դրել։ Քեզ մարդու տեղ եմ դրել։ Շախասով փակեց։ 10 րոպեից հետո եկավ ասեց, հայ, եթե դու ինձ մարդու տեղ ես դրել, ես 50 տարի առաջվա բան եմ ասում։ Հիմա ինչև է։ Սահմանադրությունը, եթե կանգնեն կողքից եւ այս իրավախախտումների մեջ նշենք ոչ կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը խախտելու քաղաքականությանը, ոչ հակակուսակցական քաղաքականության հետ քննարկիր էս բանը։ Դա կարող է քննարկվել 10-15 օրվա ընթացքում հանձնաժողովը կընդունի, չի կարող մերժել, բայց հանձնաժողով չկա, մասնագիտական հանձնաժողովը հանել են, թողել են արդարադատության նախարարության աշխատ, դա էլ մի մեծ հանցագործություն է։ Սահմանադրությունները աշխարհում ընդունվում են մեծ հատուկ կառույցներով նույնիսկ, սահմանադիր ժողով եւ այլն, ինչև է։ Մի ամսվա ընթացքում դա, մի ամսվա ընթացքում պարլամենտը ուզի կքվեարկի, որտեղ որ դեմ քվեարկեց, ասում ես, դու քո երեխաներին հետո պիտի պատասխան տաս։ Ինչի չես ուզել։ Այսինքն փոփոխեն փոխեց 2 ամիս հետո, ուրեմն տեսեք, փետրվար, մարտ։ Հետո արդեն գալիս է սահմանադրական հանրաքվեն, ապրիլ կամ մայիս, եւ նոր ընտրությունները նոր սահմանադրությամբ։ Առանձին վարչապետին ընտրում ենք 2 տարով, կուսակցությունները ընտրվում են ելի 2 տարով պարլամենտի համար։ Վարչապետն ու պարլամենտը իրար կհակակշռեն, սահմանադրությունը ինչպես որ կա մնում է հին սահմանադրությունը, պարզապես փոփոխություններ են լինում։ Շեմ կոչվածը ոչ թե վերանում է, այլ մեկ պատգամավորի համար անհրաժեշտ ձայների քանակությամբ է նվազագույնը լինում, ինչը որ պետք է մեկ պատգամավորի, բայց բոլոր քաղաքացիների ձայները մտնում են պարլամենտ։ Սա կրկնում եմ, համաշխարհային նորամուծությունը շատ պարզ է, եւ ես այս պարզությունից վախենում եմ, որը ոչ միայն իշխանությունը չի ուզում, իշխանությունը կարծում է, թե ես միշտ պիտի մնամ իրենցից բան։ Ես հնարավորություններ ունեմ դրսում ես նույն բանն անելու։ Ես ուզում եմ, որ հայկական լինի, որովհետեւ դա կրկնում եմ, քաղաքակրթական այնպեսի ներդրում է, որ ամբողջ աշխարհը հայի անունը տալիս կասի սրանք ամենաքրիստոնյա ժողովուրդն են, իսկապես էությամբ քրիստոնյա ժողովրդավար, այս տարբերակն էլ հայկական ժողովրդավարության տարբերակն է։ Ինչև է, իրենք չեն ուզում, բայց դա չի նշանակում, որ ես պիտի հանդուրժեմ։ Փետրվարի 6-ին մենք ուրբաթ օր կունենանք էլի նախնական հանրահավաք, հետո ամսի 13-ին ուրբաթ օրերն է կարճ ասած։ Այս անգամ 4:30-ին ենք սկսում, մյուսը կսկսենք 5-ին։ Այդ նախապատրաստական հանրահավաքների ժամանակ ես կիմանամ փետրվարի 18-ին հավատալ հայ մարդուն, թե համարել, որ արդեն Նիկոլը բոլորին փչացրել է, անբարոյականացրել։ Որտեղ մարդը որ խոսում է, բայց չի անում, նշանակում է վախենում է։ Եթե վախենում ես, Աստծո հիմնական խոսքը որն է եղել մարդկանց դիմելիս՝ մի վախեցեք։ Երբ ճշմարտությամբ եք առաջորդվում, մի վախեցեք։ Օրերս ասել եմ ազգային միացյալ կուսակցության հիմնադիրները Շահեն Հարությունյան, Ստեփան Զատոկյան եւ իրենց ղեկավարը Հայկաց Խաչատրյանը ԱՄԿ առաջին ծրագիր կանոնադրություն եւ երթում այդպիսի փաստաթուղթ կար գրքույկ էր։ Նրա մեջ ունեին բաժին աֆորիզմներ։ Եվ հիշում եմ, իմ վրա ամեն ինչ շատ ազդեց Կոնֆուցիոսի խոսքերը, զգալ պարտականություն եւ չկատարել վախկոտությունը։ Իսկ վախկոտությունը գնահատական չէր տրված, որովհետեւ վախկոտությունը նշանակում է դու մարդ ես, վախով ես առաջորդում։ Հիմա եթե հայ մարդիկ լսում են ինձ, որ ես իրենց համար պիտի գնամ, ուրեմն քիչ եմ նստել, քիչ եմ կորցրել տարիներ եւ այլն, հիմա էլ գնում եմ իրանց համար ասելու, որ ոչ իրավախախտումներին, դուք իրավունք չունեք իրավախախտումներ կատարել, ու չեն գալիս կողքս կանգնեն, դրանք մարդ չեն արդեն։ Եվ փետրվարի 18-ի միջոցառումն անգամ կարող է չանեմ։ Որտեւ ես ինձ համար չեմ անում։ Ինձ համար ես արդեն իրավունք ունեմ անելու ինձ համար ինչ որ բաներ, բայց մինչև այս պահը ես ավելի շատ արել եմ հայ մարդկանց համար, նաև ընդհանրապես մարդկանց համար։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։